Կեղծիք է, թե ուժեղ Հայաստան դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը իբր Ռուսաստանի քաղաքացիություն ունի, վստահեցնում է նրա թիմակից Լիլիա Շուշանյանը։ Անցած շաբաթ ԿՊԱ-կաններն ու փաստերի ստուգման հարթակն էին փաստաթղթեր հրապարակել Նարեկ Կարապետյանի այլ երկրի քաղաքացիություն ունենալու մասին։ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության բաժին է դիմել Նարեկ Կարապետյանը, որպեսզի իր Ռուսաստանի քաղաքացի լինել չլինելու մասին հավաստող տեղեկանք տրամադրեն։ Տրամադրել են։ Այդ գրությունը այսօր մեզ մոտ է, որ Նարեկ Կարապետյանը երբեք Ռուսաստանի Դաշնության քաղաքացի չի եղել։ Անցած չորեքշաբթի քննչական կոմիտեն հայտնել էր, որ քրեական վարույթ է նախաձեռնվել ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համարով առաջադրված падգամավորի թեկնածու ՆԿ-ի դեմ։ Օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը թաքցնելու համար։ Վարույթը նախաձեռնվել է մի հոդվածով, որը տուգանքից մինչև 3 տարի ազատազրկում է նախատեսում։ Թե քննչական կոմիտեին, թե փաստերի ստուգման հարթակին եւ թե ցանկացած այլ մեդիա հարթակին մենք իհարկե կտրամադրենք այս փաստաթղթերը եւ հույս ունենք, որ համապատասխան ջանասիրությամբ նաեւ իրենք կտարածեն այս ամբողջ տեղեկատվությունը, ինչպես տարածել էին այդ մոլորեսնող տեղեկատվությունը։ Քննչական կոմիտեի դեմ դատական հայց են ներկայացրել, որպեսզի հերքեն Նարեկ Կարապետյանի իբր օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տարածած տեղեկատվությունը, ասում է Լիլիա Շուշանյանը։ Այստեղ գործում են նախընտրական շրջանում, հաշվի առնելով, որ մենք ընտրություններից առաջ ենք այս ամբողջ ընթացքում, բավական քաղաքական ենթատեքստով։ Ինչու՞, որովհետև իրենց համար բավական հեշտ էր այս ամենը պարզել առանց վարույթ հարուցելու։ Ըստ Շուշանյանի, Ռուսաստանի իրավաբանական անձանց պետռեգիստրի Գրանսամատյանում վրիպակ է եղել։ 6 տարի առաջ, երբ Նարեկ Կարապետյանը ռուսաստանյան մի ընկերության բաժնետեր է դարձել, պետռեգիստրի քաղաքացիության բաժնում որպես Ռուսաստանի քաղաքացի են նրան գրանցել։ Բայց իրականում Նարեկ Կարապետյանը միայն Հայաստանի քաղաքացիություն ունի։ Падգամավորի թեկնածուն նկատում է Ռուսաստանի պետռեգիստրի քաղաքացիության բաժնում օտարերկրացիների տվյալների դիմաց 10 կոդն է նշված։ Դա Նարեկ Կարապետյանի տվյալներում պարզ երևում է։ Շատ տեսանելի երևում է օրինակ երկրի կոդը, այնտեղ 10 կոդն է գրված, որը նշանակում է, որ տվյալ անձը հանդիսանում է այլ երկրի քաղաքացի։ Լիլիա Շուշանյանի կարծիքով այս ամենը հակաքարոզչություն է, որի նպատակն է ընդամենը մարդկանց մոլորության մեջ գցել։ Պետական մարմնի կողմից հաստատ։ Էդգար Ղուշչյան, Նորայր Շարբաթյան եւ Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։